Եթե մենք գիտենք Արգիշ Քարամյանի մամային, Լարիսա Ռուբենի Գրիգորյանին, ստեղ էլ մեկը պիտի հարցնի, չէ, Լարիսա Ռուբենի Գրիգորյան, ձեր ամուսինն ով է? Էտա տերտեր Գանդոն, Կոտայքի մարզի։ Հակառակ դեպքում Լարիսա Ռուբենի Գրիգորյանը 3 երեխա ումից է բերել, լրիվ հայրանել Էլբեկ։ Բայց մեր Արգիշն ասում է, ես հերթ չունեմ, Սուրբ Հոգին է այցելել իմ մայրիկին։ Տիկին Լարիսա, հայտարարագրերն ուր են այկնիկ։ Ընչի 3 տարի դու չես գրե, ինչ ունես, ինչ չունես, ինչ հատղետ քեզ տվե, ինչ չի տվե, ընչի տենց անտարբերություն տիկին։ Հիմա որ դնեմ, կեղտոտ բառապաշարս բացեմ, պիտի ասեն յախք, ինչ կեղտոտ մարդ է այս մարդը։ Աննա Վարդապետյան քրեական գործ հարուցելու առիթ է թե ոչ։ Անգրագետուհի, տուպիցա։ Բխիչս հարուցեմ։ Դաշը։ Հիմա դուք պատկերացրեք, այն որ սենց ձգտում են դեպի Ամերիկա, FBI տնօրենը կամ տնօրենի ընտանիքի անդամները դեկլարացիա չգրեն։ Ինչ կանեն սենատորներ, կոնգրեսմեններ, FBI տնօրենին տալով, տեղով, ընտանիքով։ Պարզա չէ։ Բա օրինական 3 տարի 0 Տիկին Լարիսան իա տրուսիկնա հանեկցե այդ էթիկայի հանձնաժողովա, կոռուպցիոն հանձնաժողովային չխարակալոխա դրա քիթուբենին թումբանը։ Երևանյան 20-18 շենքերում ով որ ուներ բալկոն, լվասկը կախում էին բալկոնից, Պարատնի Խրուշովյան բալկոն։ Ով չուներ բալկոն, շենքի մեջտեղը բան էինք խփում, ձող, երկաթի ձող։ Այդ երկաթի ձողից sense ռոլիկներով, բանը պարանները էթում էին ամեն մեկի լուսամուտին։ Ու այդ ռոլիկների վրա մարդիկ շարում էին կանայք իրենց տրուսիկները, sense մեծ փոխաններ ծածանվում էին։ Մենք երեխեքով ասում ենք, «Արո, հələ նայ խոսքենակ անիկտոդայի տրուսիկ ինչքան մեծ է»։ Այդ այնց մեծ տրուսիկ Լարիսնարը շփելա հակակոռուպցիոնին։ Հենա նստած է, տավարի ցավը։ Քիթուբենին ասելա նյուխած։ Արգիշտ Քարամյան ասեցինք Դարելա Քարամյան, տակ Արգիշտ Քարամյան Սուրբ Հոգի գիտենք, քույրը Ռոզուհի Քարամյան Էլիբեկի, ոչ Ռոզայա, ոչ Ռուզանայա, Ռոզուհի, ես հերետ այդ անունը որոշ է, Ռոզուհի, ինչա անեմ Ռոզուհին վաբշե ծծրած ունի, ուրեմն աշխատում է միանգամից 3 հիմնարկ, հակակոռուպցիոն կոմիտե, Աննա, տուպիցա, 3 հիմնարկում, մարդիկ միտեղ չեն կարամ աշխատեն, լավ երկու, մեր ընգեզ Արգիշտի քուրը, Ռոզուհի Քարամյան Էլբեկի 3 տեղ աշխատում, 3 էլ ցերեկային, ես չգիտեմ ոնց, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ծծնի քեզ Արգիշտ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է, չէ, սիրա հարվածների հովանավորը, Ես հուսամ մի օր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը իմ ու քո կապը կողտնի, ես քեզ քո կաբինետում եմ ծծնելու, հիշի դա, ուրեմն Սուրբ Գրիգոր Լուսավորիչը աշխատում մեր Ռոզուհի, Նատալի Ֆարմ, Սամվել Ալեքսանյանը շեդրի մարդ, վճարում ամսեք ուրեմն Նատալի Ֆարմ և Արմենիա բժշկական կենտրոն, տարեկան հաշվետվություններում Նատալի Ֆարմից Ռոզուհին մեկ տարվա ընթացքում ստացել է աշխատավարձ 10.809.000 դրամ։ Այս ավաղը լրատվամիջոցները կվեկանեն կգրե որպես սեփական ինֆորմացիա։ Արմենիա բժշկական կենտրոնում աշխատելուց ստանում է 1.658.000 դրամ։ Դրա համար Արմենիա բժշկական կենտրոնի տնօրենը միլիցիա տպում ու չի դատվում։ Ամսեկան Ռոզուհին ստանում է բուժ հիմնարկներում աշխատելուց 1 միլիոն դրամ։ Ես շատ կուզենայի, որ մեր բոլոր բժիշկները ստանային 1 միլիոն դրամ աշխատավարձ, բայց պիտի լինեն Ռոզուհի, որ կարողանան ամիսը ստանան 1 միլիոն դրամ աշխատելով, բայց աշխատելով տարբեր բուժ հիմնարկներում։ Իտոգո մեկ տարվա ընթացքում Ռոզուհիս ստացել է 3 բուժ հիմնարկներում որպես բժշկուհի աշխատելով 12.527.000 դրամ։ Ռոզուհու ամուսինը Փաշոյան Սիմակ, ուրա Սիմակ, Փաշոյան Սիմակ, աշխատում է Պեկում, պետական եկամուտների կոմիտեում, ներքին անվտանգության վարչության օպերատիվ հետախուզական բաժնի պետ։ Հիմա ով ում պիտի բռնի։ Սենց
խնամի, փեսա, աներձա, գեգյան հարաբերություններ ես չեմ հիշում, չգիտեմ երբեք ոչ միտեղ։ Դե գնացեք իրար բռնեք, խրսկուտեք կբռնեք։ Ռոզուհի։ Ուզում եմ քրֆեմ, բայց պահում եմ հեսա այդ հայոյանքից բառապաշարը ավելի լուրջ բոզի տղեկի համար։ Դուք արդեն դարել եք այնց քնձախ։ Կոռուպցիա չկա, կոռուպցիա նեմա։ Ու այս բոզի տղեկը հլը մեն հայտարարում են բանան, որ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիա չկա, սա փաստերով, հատ։ Խնդրեմ, չխնդրեմ։ Լուբոյ նորմալ ցիվիլ երկրում 3 տարի մի րոպե ուշացնում են, դնում ծծցնում են։ 3 տարի կոմպյուտերը, ով որ ավտոմատ ցույց տալի, ով հաշվետվություն չի տվել, 3 տարի այդ ավտոմատը դոշերը պատրելա, ծծելա հանե կողելա կոմպի դեմը նստած մարդկանց բերանը, կոնկրետ Սասուն Խաչատրյանի։ Ասելա ագարկի տղա, դեկլարացիա չի լրացնում, արգիշտի մերը 3 տարի դեկլարացիա չի լրացրել, ինչերա արգիշտը կուտակ է մորանով, աստված գիտի, 3 տարի դրա մասին տեղեկություն չկա, փերական գործ պիտի հարուցվի, փնտի բոս, խոս աննա, պիտի հարուցվի, բախի չես հարուցեմ, չի ուզեմ, օրենքի երկիրա, անցնենք առաջ, սենց ռեսկի շեղվենք, մտնենք մի հատ ֆուտբոլի ֆեդերացիան, Ուրեմն ամսի 29-ին վաղը Նոահ ֆուտբոլի թիմը եւ Փյունիկ պիտի ունենան դրսային խաղ։ Դիում եմ ընկեր ֆուտբոլիստներ։ Ուրեմն մեզ Փյունիկի սեփականատերն է Արթուր Սողոմոնյան, Նոահի սեփականատեր Վարդանյան Վազգեն։ Ուրեմն Թիմը նախկինում կոչվել է Արցախ, չգիտեմ խի հիմա դարավ Նոա, երևի Վարդանյան Վարդգեսի որը այդ կալիբրը չի հերիքում, թիմը հանդես բերի Արցախ անվան տակ, վեկալանդրին նշում է Գարլախ անուն, Նոահը, դյարի արտաբերի։ Ուրեմն ինձ փոխանցեցին բազմաթիվ ֆուտբոլասերներ, որ պարոն Ղուկասյան, մեզ անհրաժեշտ է կամ հաղթանակ կամ ոչ ոքի։ Ինչ կլինի, խնդրում ենք ձեզ, մեր ֆուտբոլիստներին ասեք, որ կամ հաղթանակ կամ ոչ ոքի, եթե Պարտվան բոլոր երկրպագուներով պիտի իրանց ծծցնենք, սիրով։ Ուրեմն հարգարժան ֆուտբոլիստներ Փյունիկ եւ Նոահը։ Ձեզ բազմահազարանոց երկրպագուները ձեզանից պահանջում են կամ հաղթանակ կամ ոչ ոքի։ Հակառակ դեպքում ինչքան երկրպագու գա, բոլորը գալու են ձեր տներով մեր ամսի 31-ի մեկի թողարկմանը կամ 30-ի, ներողություն, 30-ի թողարկմանը։ Դուք ինձ լսեցիք։ Հետո չլինի դուք նեղանակ ասեք Վարդան Ղուկասյանը մեզ հայոց։ Ես ցավոք սրտի հիմա ոչ ուժային նախարար եմ, ոչ երկրի վարչապետն եմ, որ ձեր առաջ խնդիր տրվեր։ Գնացիք, կրվակ, հետ գալուց գնում եք բանակ։ Բայց ամբողջ դժբախտությունը նա է, որ այս թմերի մեջ գերակշիռ մասը սևամորտներ են։ Դեմարից սևամորտների հետ բան խոսա։ Մնում է, որ այս մարդիկ, ասիկան երկրպագուները պիտի գան Արթուր Սողոմոնյանից տուն եւ Վարդանյան Վարդգեսից տուն։ Դուք ինձ հասկացաք։ Պարտություն չլինի, ոնց ուզում եք արեք։ Մի րոպե։ Քանի որ գնաց խոսք ֆուտբոլից, միանգամից ասեմ, եւ սպորտսմեններ։ Ուրեմն ինձ տեղեկացնում են, որ այս սպորտսմենները, որոնք որ զորակոչվել էին բանակ եւ որոշակի մարդիկ կոմենտարյանների տակ ողբ էին կապել, մեր սպորտսմեններին բանակ տարան, ինչ եք ուզում դրանցից եւ այլն։ Ես ուզում եմ նման մարդկանց պատասխանեմ, իսկ շատ ներողություն, ով պիտի գնա։ Ով։ Սպորտսմենները չգնան, մշակութային գործիչները չգնան, ով պիտի գնա։ Դուք չգնաք, հարուստները չգնաք, չգնան, պաշտոնավոր այդ երեխեքը չգնան, լավ, ով պիտի գնա։ Ուտես որ ողբ եք կապել այդ մի քանի հոգու համար, հենց գնացեք բանակ։ Դուք գնացեք։
Խի այսօրվա այդ բանը բարեցները, որոնք որ բանը գնացել են իբր թե բանակ ու պիտի առավոտ գնան միտեղ ներկա գտնվեն, ասում են մանումենտի զինկոմիսարիատի հետևը, ինչ-որ տեղ կա դրանց համար, գնան ներկա ոչ բանը մարտական դիրքեր են գնալու, ոչ մարտական զորամաս են գնալու, ոչ բան, սպորտ ռոտ։ Անունը դնելու են ծառայություն։ Խի Հենրիկ Մխիթարյանից լավ տղա է։